Բարի օր գործարար ալիքին միացած հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ։ Մեզ 106 եւ 5 հաճախականությամբ եք լսում, կարող եք նաեւ թվային հարթակներում դիտել մեր բոլոր հաղորդումները։ Իսկ այս պահին մենք թարմուղեղով զրույցն ենք սկսում։ Իմ զրուցակիցը Դավիթ Խաժակյանն է, ԼՀԿ փոխնախագահ։ Ողջույն, պարոն Խաժակյան։ Երկար ժամանակ է անցել, ես թերթում էի մեր հաղորդումները ու այդ ընթացքում բավականին նորություններ ունենք քաղաքական դաշտում։ Հերթով գանք Երևի սկսենք Լավրովի այցից, կարծես թե այդ այցին զուգահեռ իշխանությունները բավականին զգուշավոր էին մոտենում, թե խոսքի տեսանկյունից, թե վարքագծի ու առհասարակ Հայաստանը կարծես թե զգուշավոր քաղաքականություն է սկսել Ռուսաստանի Դաշնության հետ վարել, այնինչ եթե մի քանի տարի առաջ փորձենք համեմատել, բացարձակ պատկերը այլ էր։ Նախ ձեր կարծիքը դուք ոնց եք տեսնում, իսկապես կա այդ զգուշավորությունը եւ ինչով է պայմանավորված եւ դա մեզ պետք է։ Ես կարծում եմ, որ եթե նույնիսկ գնահատենք իշխանության վարած քաղաքականությունը զգուշավոր կամ բալանսավորված, ապա դա զուտ համեմատական նախկին արված ավելի այսպես բացահայտ թշնամական քայլերի, բայց ընդհանուր առմամբ Լավրովի այցը պլանային էր, բովանդակային կողմ չուներ, հայտնի է, որ Կապանում հյուպատոսության, ռուսական հյուպատոսության ներկայացության բացման հետ կապված խնդիրը շարունակվում է եւ ուղիղ ռուսական ԱԳՆ-ն ասում է, որ այդ հարցը մեզ մի ուղղեք, հայկական կողմն է, որ դա ձգձգում է, ինչը դե ակնհայտ է նաեւ հայաստանյան կառավարության մի շարք հայտարարություններից եւ ընդհանուր առմամբ գիծը ես կարծում եմ շարունակվում է, դա մի անհասկանալի չհիմնավորված գիծ է, որն է դա այն է, որ ամիսներ առաջ, հաշված ամիսներ առաջ իշխանությունը ընդունում է եվրոինտեգրման այդ հայտնի օրենքը եւ երբ արտգործնախարարին բավականին պատկառելի պաշտոնի, պատկառելի տարիքի մարդու հարցնում են, թե հիմա վերջը տալու եք հայտ Եվրամիությանը, թե ոչ, ասում են, չէ, օրենքը ընդունել ենք Եվրամիության անդամակցության ձգտումների, բայց այդքան բան, դա ոչ մի կապ ուրիշ բանի հետ չունի։ Այսինքն սա խոսում է շարունակական անլրջության մասին եւ նաեւ խոսում է նրա մասին, որ իրենք խնդիր չեն դրել ի վերջո այդ դաշնակցային հարաբերությունները լինի Ռուսաստանի հետ թե այլ կենտրոնի հետ իսկական հունի մեջ բերելու, որովհետեւ այլընտրանք չձևավորեցին, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները մնացին այն մակարդակում, որոնք հասցվել էին այդ հարաբերությունները փչացնելուց հետո։ Իսկ Եվրամիությունից ազդակներ կան, որ իրենք պատրաստ են, այն մենք դրա մասին միշտ ենք խոսում, բայց գուցե ինչ որ միտեղ հայկական կողմն էլ մեղավորություն չունի։ Գիտեք, պատկերացնում եք, այդ օրենքի ընդունումից հետո ամբողջությամբ ազգային ժողովը ընդունեց Եվրամիության որևէ բարձրաստիճան պաշտոնյա չարձագանքեց։ Եվրամիությունը ունի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր զբաղվում են արտաքին քաղաքականությամբ։ Դա Եվրոհանձնաժողովն է, Ուրսուլա ֆոն դեր Լայնը, բարձրագույն մակարդակ, Անտոնիո Կոշտան, խորհրդի նախագահան, ով փոխարինեց Շարլ Միշելին, մի անիմաստ անձնավորություն արտաքին քաղաքական ազդեցությունների իմաստով, ինչքան անիմաստ էր երևի Շարլ Միշելը, այդքան էլ անիմաստ է Կոշտան, եւ Կայա Կալասը որպես բորելի փոխարինող։ Նրանցից որևէ մեկը կես բառ անգամ ողջույնի խոսք, որ մեր դռները բաց են, որ դեռ ճիշտ է ճանապարհ կա անցնելու, թող տասնյակ տարիներ լինեն, բայց մենք ողջունում ենք դա, նման խոսքեր չհնչեցին։ Սա նշանակում է, որ Հայաստանը գնում է մի ուղղությամբ, որտեղ ոչ միայն իրեն չեն սպասում, այլև կեղծավոր խոսք սпасելու մասին չեն ասում։ Այս պայմաններում ես չգիտեմ իշխանությունը էլ ինչ է ակնկալում։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, որ այս ամենը ոչ թե արվում էր իսկապես ինչ որ բան անելու համար, այլ ներքին լսարանի վրա ազդեցություն ունենալու, ցույց տալու, որ մենք փոխում ենք ուղեգիծը, մենք ամեն դեպքում չենք ուզում վատ դաշնակիցների հետ կապերը ամրացնել եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, որ եւ իշխանության սատելիտ ուժերի, որոնք բերեցին այս նախաձեռնությունը, նպատակը բացառապես 26 թվականին հանդես գալն էր եւ իշխանությունը ուներ մեկ խաղաքարտ։ Դա խաղաղության պայմանագրի ընթացքն էր, որ 26 թվին կանգներ, ասեր, տեսեք, բերեցի այդ պայմանագիրը կամ դրան նման ինչ որ մի բան, անկախ դրա բովանդակությունից։ Դա ակնհայտ է, որ չի ստացվել եւ չի ստացվելու մինչեւ 26 թվականը։ Եվրոպան գեղեցիկ բառ է եւ սիրվող բառ է, չէ՞։ Հանրությունը սիրում է Եվրոպայի մասին խոսել, ասել եվրոպական արժեքներ,
մենք գնում ենք դեպի Այո, Եվրոպա։ եւ այդ եվրոպական արժեքներով մարդն ծեծում չէ, Հանրապետություն կուսակցությունը լոկոմոտիվն է Հայաստանի եվրոպական ուղու եւ փաստորեն եվրոպական ուղու ընթացքում կարելի է մարդուն հայոյել, ծեծել, ասել լավ ենք արել, վերջում էլ ասել դա ինքնիշխանության համար է։ Իշխանությունը փորձեց վերցնի այս օրակարգը, այս եվրոասոցիացման բանի ջատագով ուժերի կրկին 26 թվականին հաջողություն ունենալու համար, բայց երևի միակ կրեդիտը, որ Եվրոպան նրանց տվեց, այն էլ դա քաղաքական կրեդիտ էր, դա ինչ որ պետականության հետ կապ չունեցող բաներ, այն է, որ եկող տարի Հայաստանում որոշեցին կազմակերպել այդ եվրոպական գագաթաժողովը, որը ընտրություններից առաջ իշխանության համար կարծում եմ որոշակի կրեդիտ է, որը կփորձի ներկայացվել, որ տեսեք ինչ հարաբերությունների ենք, ինչ մակարդակի ենք մեր հարաբերությունները հասցրել, բայց թե դրանից մեր երկրին, պետությանը, անվտանգությունը ինչ, ոչ մի բան այդտեղ པարզ չի, եւ իշխանությունը փորձելու է եւ հակառուսականության, եւ եվրոպականության ֆոնի ներքո 26 թվականին ինչ որ բան կորզել, այլ խաղաքարտ իշխանության ձեռքին չի մնացել, իսկ այս ուժերը, որոնց օրակարգը արդեն խլել է իշխանությունը, մեծ հարց է անգամ կկարողանան անցնել խորհրդարան թե ոչ։ Կանդրադառնանք այդ հարցերին 26 թվականին, կար մի ընթացք, երբ Թրամփը եկավ իշխանության, մենք ասում ենք, որ Եվրոպան, առհասարակ արևմուտք ասվածը տարանջատվել է եւ Միացյալ Նահանգներ Եվրոպա բացարձակ կարծես թե կապ չունեն ու այն հակամարտությունը, որ սկսվեց հետագայում, դրա ապացույցներ։ Հիմա կարող ենք ասել նաև, որ Եվրոպան է ներսում այսպես մասերի բաժանված, այդ համընդհանուր գաղափարը չկա ու եթե կան երկրներ, որոնք ինչ-որ բաների հետ համամիտ են, կան նաև երկրներ, ում համար դա ձեռնտու չէ, ում համար հարմար չէ եւ համընդհանուր կարծիք եւ ցանկություն չի ձևավորվում։ Սա շատ կարևոր հարց է, որովհետև երկար ժամանակ Հայաստանում օգտագործվում էր արևմուտք տերմինը եւ ներկայացվում էր դա որպես մեկ միասնական մարմին եւ ճիշտ է դիտարկում, որ Թրամփի ընտրվելուց հետո դա ճեղք տվեց առնվազն ԱՄՆ Եվրոպա, բայց Եվրոպայի ներսում էլ ոչ միանշանակ գործընթացներ կան, առնվազն արևելյան Եվրոպայի ներկայացուցիչները բոլորովին չեն կիսում Եվրամիության հիմնական դերակատարների վարած քաղաքականությունը, բայց որ շատ ավելի կարևոր նշանակություն ունի առնվազն միջնաժամկետ կտրվածքում, դա այն է, որ այն ուժերը, որոնք սնուցեցին Ուկրաինայի պատերազմը, հակառուսականությունը Եվրոպայում, նրանք աստիճանաբար հեռանում են։ Օրինակ, եթե վերցնենք Ֆրանսիայում իրադրությունը, Մակրոնի գործերը եթե լավ լինեին, Մարի Լպենին, ով իր հիմնական հակառակորդում մրցակիցն է, չէին արգելի մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին, դեռ տեսնենք դա ոնց կստացվի, բայց իրենց գործերը շատ վատ են։ Եվ այս իմաստով այդ գլոբալիստական աշխարհակարգը, որտեղ ԱՄՆ-ի դեմոկրատները ժամանակին թելադրում էին, այս բովանդակությունը այլևս չկա։ Եվ Եվրոպան էլ երբ հայտարարում է, որ իրենք կշարունակեն աջակցել Ուկրաինային եւ այլն, դա պարզապես ծիծաղ է առաջացնում։ Այդ մարդիկ իրենց ունեցած ռեսուրսներով, իրենց պետության ռեսուրսներով ի վիճակի չեն շարունակելու այդ պատերազմը, բայց փաստորեն Ուկրաինայի առաջնորդությունը դեռ իրենց հույսը դնում է այդ անձանց վրա, համարելով, որ եթե ԱՄՆ-ն դադարեցնի աջակցությունը, ապա իրենք կկարողանան դա կոմպենսացնել Եվրամիության միջոցով, ինչը ակնհայտորեն չի ստացվելու։ Դրա արդյունքում ինչպես է այսօր շարունակվում պատերազմը, ինչի հիմքով եւ ում վրա հենվելով։ Պատերազմը էականորեն ցածրացրել է իր ինտենսիվությունը երկու կողմից էլ, այսինքն նրանք հիմնականում տեղային մարտեր են հիմա ընթանում եւ երկու ուժերն էլ ըստ էության պատրաստվում են հաջորդ ավելի լայն հարձակմանը, բայց Ուկրաինայի ռեսուրսը շատ ավելի արագ մաշվող է, քան Ռուսաստանինը, ինչը պարզապես անհնար է պատկերացնել առանց ԱՄՆ-ի աջակցության։ Ես չեմ կարծում անգամ, որ Եվրոպան կարող է նվազագույն մակարդակի ինտենսիվությամբ պատերազմ ապահովել Ուկրաինայում եւ ոչ էլ թե կարծում եմ դրա նպատակն ունեն, իրենց բոլոր հայտարարությունները հիմա ուղղված են նրան, որ իրենք գան բանակցային սեղանին, իրենք են բանակցելու բան ունենան, բայց հասկանալի է, որ եթե իրենք խաղաքարտ չունեն իրենց ձեռքերին, Թրամփի բառապաշարով ասած, ապա իրենք այդ բանակցային սեղանին որևէ անելիք չունեն։ Եվ վաղ թե ուշ դա կլինի այս տարի, ամիսներ անց, թե երբ, միևնույն է, այն Ուկրաինան, որը մենք գիտեինք առնվազն 3-4 տարի առաջ,
այն այլևս գոյություն չի ունենալու ոչ իր տարածքով, ոչ իր կոնֆիգուրացիաներով, ոչ էլ իր սուվերենության մակարդակով, եւ դա ցավալի է պարզապես, որ հետխորհրդային տարածքում այդպիսի բան է տեղի ունենում եւ պետությունները, որոնք արմատական թշնամություն ի սկզբանե չեն ունեցել, ինչպես Հայաստանն ու Ադրբեջանը ունեցել են, չէ, արմատական թշնամություն պատմական դարերով, բայց նույնը չի կարելի ասել ռուս-ուկրաինական հարաբերությունների մասին եւ ես պարզապես կարող եմ հույս հայտնել, որ այդ պատերազմը հնարավորինս շուտ կավարտվի, բայց կրկին անդրադառնալով նրան, որ մենք հիմա ցանկանում ենք Եվրոպայի վրա խաղադրույք անել, որ իրենք մեզ կաջակցեն, Եվրոպան անգամ դրա ռեսուրսն ու ունակությունը չունի, որ մնաց թե ցանկությունը։ Կարծես թե ում վրա էլ խաղադրույք անենք, մենք պատերազմի մեջ ենք չհայտնվում, ինչ որ մի կողմից։ Դե ես կարծում եմ, որ մեր պատերազմը, մեր կռիվը առնվազն մեծ Ադրբեջանի հետ չի ավարտվել, ընդհակառակը փաստացի մեր այդ ռևերանսներից հետո, երբ մենք փորձեցինք Շարլ Միշելի մոտ գտնել ինչ-որ համախոհություն, մնացինք Ադրբեջանի հետ դեմ դիմաց եւ հիմա Ադրբեջանը մեզ հետ խաղում է մի գոլանի ֆուտբոլ եւ մի քանի բան կար, որոնց իշխանությունը դեռևս չէր համաձայնում, դա ադրբեջանցիների վերադարձն է, այսպես ասած, իրենց ինչպես իրենք են ձևակերպում արևմտյան Ադրբեջան, որին վերջին հայտարարությամբ Ալեն Սիմոնյանը կարծես ինչ որ ակնարկ արեց, որ դա վերահաստատում կարծես ընդունելիության բան է եւ դա միշտ տարվում է փոխադարձության սկզբունքով, որ գիտեք, հայերն էլ կարող են այնտեղ վերադառնալ։ Օրինակ, երբ խոսքը գնում է ճանապարհների ապաշրջափակման մասին, մենք հասկանում ենք, որ իրենք կարողանալու են մեր տարածքով երթևեկել, մենք չենք կարողանալու։ Ես անգամ հիմա չեմ ուզում հիմնավորել, թե ինչու է դա այդպես, սա առանձին թեմա է։ Բայց հիմա երբ ասեն իրենք էլ կարող են վերադառնալ, մենք էլ դրա մասին ինչու չեն կարող։ Որովհետև փոխադարձ համաձայնությունները նոյեմբերի 9-ով արձանագրված ինչից իշխանությունը չի հրաժարվում, հստակ ասում են, որ պետք է լինի անվտանգություն ապահովող մի մարմին, որը կապահովի անվտանգությունը Հայաստանի տարածքում, հսկողությունը ավելի ստույգ լինենք, իրականացնի անվտանգության երթևեկության հսկողությունը Հայաստանի տարածքում, որը չի վերաբերում Ադրբեջանի տարածքին, ինչքան էլ մեր իշխանությունները ասեն, դե նման հսկողություն էլ պետք է լինի Ադրբեջանի տարածքում, առնվազն նման պայմանավորվածություն կամ հստակ հայտարարություն չկա եւ չի եղել եւ բնականաբար այս իրավիճակում չի էլ կարող լինել։ Հիմա նույնը երբ ասում են, դե մենք էլ կարող ենք վերադառնալ Ադրբեջանի տիրապետության տակ գտնվող տարածքներ, իրենք էլ դրանով իրենք քողարկում են միայն այն գործոնը, որ ընդունեն ինչ որ կերպ, որ ճանաչում են ադրբեջանցիների վերադարձի իրավունքը, ինչը չասեմ ճակատագրական մեզ համար սխալ է, դա ավելին է, քան ճակատագրական սխալը։ Ընդ որում, ես ձեզ ասեմ, եթե գնանք 107 տարի առաջ Հայաստանի առաջին հանրապետության ձևավորմանը եւ դրա կործանմանը, երկու կապիտուլյացիա ենք ստորագրել, Բաթումը եւ Ալեքսանդրապոլը, երկուսում էլ շատ փոխադարձ բաներ էին գրված, որ երկուսս իրար թշնամի չենք առնվազն Թուրքիայի հետ, որ փոխօգնության դրույթ կար Բաթումի պայմանագրում, որ Հայաստանը երբ դիմի Թուրքիային արտաքին սպառնալիքի համար, աջակցություն կստանա, հասկանում եք։ Հիմա մեր իշխանությունները հստակ կապիտուլյացիոն դրույթը փորձում են ներկայացնել ինչ որ փոխադարձության տրամաբանության մեջ, ոնց որ դա արեցին, չգիտեմ, դելիմիտացիայի ժամանակ, ոնց որ արեցին խաղաղության պայմանագրի վերջին երկու չհամաձայնեցված դրույթները համաձայնելիս եւ այդպես էլ շարունակելու են։ Ասում են դե կարևորը դա փոխադարձ է։ Այ որ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարում է, թե եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի եւ ապաշրջափակումը տեղի ունենա 5 րոպե հետո ժողովուրդները սկսելու են առևտուր անել, դրան մի փոքր կարելի է հավատալ, առևտրական ազգ է Հայաստանը, կարծում եմ Ադրբեջանն էլ ու առևտուր անելը, եթե հանրության մեծ զանգվածների հարցնես, բոլորը դրան գուցե պատրաստ են, բայց երբ խոսքը գնում է վերադարձի մասին, այստեղ հարցերը շատ ավելի խորքային են, որովհետև ճիշտ է վախերի մասին միշտ չի որ խոսվում են, բայց կարծես թե թշնամական կողմը ունի այդ վախերը հայկական կողմից, ժողովուրդը հենց ոչ թե իշխանությունները, այլ հենց ժողովուրդը եւ հայկական կողմից որևէ մեկը պատրաստ չէ, կարծում եմ, վերադառնալ այնտեղ, որտեղ եղել է ժամանակին, ինչ կասեք դուք դրա մասին։ Ես անգամ համաձայն չեմ նրա հետ, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից
5 րոպե անց կսկսի առևտուր, այն պարզ պատճառով, որ խաղաղության պայմանագրի դրույթները փոխադարձ իզոլացիայի մեջ պահելու դրույթներ են կամ Ադրբեջանի կողմից հայաստանյան ռեսուրսները նվազեցնելու դրույթներ են։ Օրինակ, եթե մենք անդրադառնում ենք երրորդ ուժերի ներկայացվածությանը փոխադարձ սահմաններին, ինչի է պետք Ադրբեջանին, որ Հայաստանը չունենա նման իրավունք, որը տարածվի նաև անգամ պարզ դիտորդների վրա։ Օրինակ, վրաց-ռուսական սահմանը այսօր բաց է եւ այնտեղ կանգնած են եվրոպացի դիտորդներ, այսինքն ինչ խնդիր կա այդտեղ, եւ եթե իրենք անգամ հարաբերությունների կարգավորման գնան, ես համոզված եմ առնվազն սկզբի ժամանակահատվածում այդ դիտորդները կշարունակեն այնտեղ լինել։ Կիպրոսի երկու հատվածները, որոնք ունեն պաշտոնական հարաբերություններ, իրենց միջև կանգնած են ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերը եւ շփումը կա, բայց այդ զորքերը շարունակում են այնտեղ լինել որպես երաշխիք, որ որևէ կողմ նոր էսկալացիայի չի դիմի։ Հիմա Ալիևի քաղաքականությունը մեր նկատմամբ շատ հստակ է, որքան հնարավոր է մեզ զինաթափել, սահմանափակել մեր հնարավորությունները։ Հիմա այս պայմաններում հայ առևտրականը այդ ինչ պայմաններում պետք է առևտուր անի ադրբեջանցու հետ, որը հերիք չի հաղթել է պատերազմում։ Համենայն դեպս կարծում շատերը պատրաստ են դրան։ Դե պատրաստակամությունը այլ բան է, բայց դրա հնարավորությունը չեն ստանում, եթե նույնիսկ երազում են դրա մասին։ Այ հիմա կուզեմ հնարավորությունների մասին խոսենք եւ առհասարակ այս ամենին հաջորդող անվտանգային քայլերը, որոնք են, որ հայկական կողմից պիտի իրականացվեն։ Այն մենք խոսում ենք բաց սահմաններ, դուք ասում եք, որ իրենք ասում են վերահսկողությունը իրենց կողմից, իրականում հայկական կողմը անվտանգային իմաստով ինչ քայլեր ունի անելու։ Տեսեք, մեր ռեսուրսների հարաբերակցությունը ի վնաս մեզ է։ Բանակցային, չէ, առնվազն վերջին մի 4-5 տարիներին բանակցային իմաստով ամեն ինչ կանգնած է ուղղակի, որևէ նոր գործընթաց չկա եւ կարծես Ադրբեջանը եւ Թուրքիան որևէ նպատակ չունեն շարունակելու այդ process-ը։ Իրենք սպասում են իրենց հարմար պայ, ինչի խաղաղության պայմանագիր չեն կնքում։ Առավելագույնը ստացել են դեռ էլի կարող են ստանալ եւ իշխանությունը ասում է պատրաստ ենք էլի ավելին տալ, դուք մենակ եկեք ստորագրեք, իրենք չեն ստորագրում։ Ինչի որովհետեւ իրենք սպասում են ավելի լավ, ավելի բարենպաստ պայմանների, երբ իրենք կլուծեն իրենց հաջորդ խնդիրը։ Հայաստանը մնացել է Ադրբեջանի հետ դեմ դիմաց։ Ես ունեմ համոզմունք, որ այս պայմաններում ու էլի եթե մենք հետ գնանք 107 տարի առաջ, Հայաստանը առանց դաշնակիցների այս տարածաշրջանում չի կարող իր կենսական խնդիրները լուծել։ Մեկը կասի այդ դաշնակիցը Ռուսաստանը պետք է լինի, մեկը կասի Ֆրանսիան կամ որևէ այլ պետություն, բայց մի բան փաստ է։ Մենք մեր ռեսուրսներով ադրբեջանա-թուրքական ագրեսիային դիմակայել պարզապես չենք կարող այս պայմաններում։ Անգամ եթե բանակը չթալանվի, անգամ եթե Փաշինյանի փոխարեն մի նորմալ իշխանություն լինի, անգամ այդ պայմաններում մեր ռեսուրսների հարաբերակցությունը շատ տարբեր է լինելու։ Առանց բալանսավորող ուժի մենք այս խնդիրը չենք կարող լուծել։ Հիմա իշխանությունները Հայաստանին թողել են Ադրբեջանի հետ հարաբերություններում դեմ դիմաց, որպեսզի չխոսենք մենակ Ռուսաստանի մասին, եկեք վերցնենք Մինսկի խմբի գործոնը։ Մինսկի խմբի գործոնը այդ բալանսավորող գործոններից մեկն էր, կարծում եմ այո։ Հիմա իշխանությունները ասում են մենք պատրաստ ենք սրանից հրաժարվել։ Եվ ես կարծում եմ, որ եթե Ադրբեջանը Դե պարոն Խաչատյան, պատերազմից հետո ինչ է արել Մինսկի խումբը, որ չհրաժարվենք։ Մինսկի խումբը առնվազն ինչ որ զսպող քայլ մենք տեսել ենք Մինսկի։ Չենք տեսել, բայց դա չի նշանակում, թե մենք հրաժարվելու մասին չէ, դա այլ դաշտում է։ Հրաժարվելը եւ ադրբեջանական թեզեր առաջ տանելը միանշանակ ընդունված չէ այս դեպքում, բայց հասկանանք թե ինչ է արել այդ խումբը մեզ։ Այդ խումբը մեզ համար առնվազն հետ պատերազմյան շրջանում ոչինչ չի արել։ Կարող ենք դրանից առաջ էլ խոսել, արել է թե չի արել, բայց հարցը այլ է։ Դա մի գործոն է, որը մեր դիվանագիտական ֆոնդի մի մասն է, մի գործիք, որը մենք կարող ենք պարբերաբար օգտագործել, արձանագրելու, որ կա կոնֆլիկտ, արձանագրելու, որ կա մարդկանց բնորան վերադառնալու իրավունք, որոնցից մեկը Մինսկի խումբն է որպես գործոն, որը առկա էր, եւ մյուսը նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով հստակ արձանագրվում էր մարդկանց վերադարձի իրավունքի մասին, Լեռնային Ղարաբաղի որպես որոշակի սուբյեկտ։ Բայց պարոն Խաչատյան, ակնհայտ է, չէ՞, որ Մինսկի խումբը միայն Հայաստանի որոշելով կամ
Ադրբեջանի որոշելով չէ որ լինի կամ չլինի, շատ պարզ է ովքեր են այդ խմբում, ինչ հարաբերություններ ունեն իրենք եւ արդյոք իրենք կարող են հայտարարի գալ ինչ որ հարցի շուրջ։ Հարցը անգամ դա չէ, հարցը այն է, որ եթե կոնֆլիկտի կողմերը երկուստեք ասում են, որ իրենք իրար հետ կոնֆլիկտ չունեն, որևէ այլ պետություն չի ասի, չէ, դուք կոնֆլիկտ ունեք, ես ներգրավված կլինեմ։ Օրինակ մենք ակնկալում ենք, որ եթե ասենք մենք էլ կոնֆլիկտ չունենք Ադրբեջանի հետ, Ղարաբաղի բնակչության իրավունքներն էլ ռուսական խաղապահների խնդիրներն են, մեզ թվում էր, որ ամեն ինչ նույն կերպ կշարունակվի։ Որից հետո ռուսական կողմը ասեց, եթե դա ձեզ պետք չի, ինձ առավել եւս պետք չի նոր թշնաման կամ լարվածություն Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Մեզ թվում էր մենք դա կթողնենք ռուսների վրա, մենք բան չենք պահանջի։ Ռուսներն էլ կշարունակեն մնալ այնտեղ։ Այդպիսի բան լինել պարզապես չի կարող։ Ես ձեզ ասեմ ավելին, հիմա պարբերաբար լարվածություններ են չէ լինում Աբխազիայում եւ Օսետիայում, որը ընկալվում է, ասենք, ռուսական կողմի շահերը սպասարկող ինչ որ սուբյեկտ։ Հիմա եթե իրենք այդ ղեկավարությունը Աբխազիայի եւ Օսետիայի կամ առնվազն Օսետիայի իրենք չցուցաբերեն հետաքրքրվածություն Ռուսաստանի ներգրավվածության մասով, նրանք շատ հանգիստ կարող են այնտեղից դուրս գալ, շատ հանգիստ։ Մեզ թվում է, թե ռուսական շահերը այս տարածաշրջանում ավելին են, կամ ռուսները ավելի շատ են հետաքրքրված Ղարաբաղով եղել եւ կան, քան մենք։ Դրա համար ասում են ռուսները, որ մտել են խաղապահ զորակազմը, էլ չեն դուրս գա, անհնար է, ձեզ թվում է 5 տարվա համար են մտել։ Այն պահից, երբ որ մենք ասացինք, որ դա մեզ էլ պետք չի, իրենք դուրս եկան։ Եվ կներեք, ես չեմ կասկածում, որ նույնը կարող է լինել 102-րդ ռազմաբազայի դեպքում։ Ռուսաստանը իր հարաբերությունները տարածաշրջանում կառուցել է։ Բայց այստեղ էլ էլի, արդյոք մենք ասացինք, որ մեզ պետք չի, դրա համար դուրս եկան։ Բա ինչ ասեցինք։ Իրենք պատերազմի մեջ էին։ Եվ իրենց ակնհայտ էր, որ ձեռք չէր տալիս այս իրավիճակը։ Եվ մենք էլ օգնեցինք իրենց պատճառներ գտնելու։ Ես չեմ ասում, թե իրենց աչքերը վառվում էին այս կոնֆլիկտում շարունակաբար ներգրավված կողմ լինելու իմաստով, դա իրենցից ռեսուրս էր տանում։ Ակնհայտ է, որ մեզնից է ռեսուրս պիտի տաներեն, որ մենք ջանքեր գործադրեինք, որ մնային։ Այո։ Եվ գինը որը պետք է։ Եվ ինչ արեց հայկական կառավարությունը, ինչպես իրենք են ասում, չէ, Ադրբեջանի տարածք Լեռնային Ղարաբաղի հաղում կատարելով, իրենք ազատագրեցին Ադրբեջանի տարածքը ռուս խաղապահ զորակազմից, ռուսական ներկայացվածությունից։ Եվ անգամ այն օրվա դրությամբ, երբ այնտեղ այլևս հայեր չէին ապրում, ռուսները դեռ որոշ ժամանակահատված շարունակում էին այնտեղ լինել։ Եվ Հայաստանում բոլորն անակնկալի եկան, այս ինչպես եղավ, որ իրենք դուրս եկան։ Իրենք էլ մտածեցին, լավ, իսկ մենք ներգրաված ենք մնում այնտեղ, ինչ ենք անում, եթե եւ հայերը եւ ադրբեջանցիք ասում են դուրս եկեք, մենք ձեր հետ խնդիր չունենք լուծելու, որովհետեւ Ռուսաստանի լծակները Ադրբեջանի վրա չէին սահմանափակվում Ղարաբաղով, բայց մեզ պետք էր, որ առավելապես Ղարաբաղը լիներ այն գործոնը, որով իրենք կարողանային ներազդեցություն ունենալ երկու պետությունների համար, եւ այդ պարագայում 120,000 եւ ավել մարդ կշարունակեր այնտեղ ապրել։ Մենք եւ նույնիսկ եթե ընդունենք, որ Ղարաբաղի հայաթափումը տեղի չէր ունենա 23 թվականին, բայց տեղի կունենար 25 կամ 26 թվականին, այսինքն մենք մեր թշնամին էինք, որ այդ process-ը արագացրեցինք եւ բոլորին մեր դեմ արգումենտներ տվեցինք, որ ասենք դե հայերը այդպես ուզեցին։ Իսկ մենք բոլորին տվեցինք այդ արգումենտները, եւ Ադրբեջանին եւ Ռուսաստանին։ Ադրբեջանին ասեցինք, որ ձեր տարածքն է, համաձայնենք խաղաղության պայմանագիր, ոչ մի տարածքային եւ իրավունքների հետ կապված վեճել չունենք։ Ռուսներին էլ ասացինք, դե դուք եք նոյեմբերի 9-ի կողմերից մեկը, ուզում եք մնացեք, չեք ուզում մի մնացեք, դա ձեր վրա է, մենք անվտանգության հետ կապված որևէ խնդիր չունենք լուծելու։ Դա արեցինք։ Լավ արեցինք, թե վատ ապագան էլ ցույց կտա, դե առայժմ վատ սցենարներ։ Գիտեք, երբեմն ապագան էլ դա չի ցույց տալիս։ Օրինակ, եթե հետ են գնում 107 տարի առաջ Հայաստանի անկախ առաջին հանրապետության ձևավորման ժամանակահատվածում, տեսնում ենք, որ անկախությունը մեզ պարտադրված մի իրողություն էր, որին մենք ոչ միայն այդ ժամանակահատվածում պատրաստ չէինք, այլև այդ իրավիճակից դասեր չքաղեցինք։ Եվ դրանից 2-3 տարի անց, երբ արդեն այդ անկախությունն էլ պետք է կորցնեինք, մենք համարեցինք, որ ավելի լավ է լեզու գտնենք թուրքերի հետ,
քան տարածաշրջան վերադարձող բոլշևիկների հետ, որ ու այդպիսի բազմաթիվ արձանագրություններ կան, թե ինչպես էր հայկական էլիտան վերաբերվում Թուրքիայի դեմ պատերազմելուն եւ ինչպես էր վերաբերվում հանկարծ բոլշևիկները չգան տարածաշրջան։ Եվ հիմա էլ մենք չենք հասկանում, որ չկա ընտրություն Ռուսաստանի եւ Արևմուտքի կամ Ֆրանսիայի կամ ԱՄՆ-ի միջև, չկա այդպիսի ընտրություն։ Տարածաշրջանում կա ընտրություն Ռուսաստանի եւ Թուրքիայի միջև։ Եվ դա շատ ուղիղ ասվում է նաեւ Տրամպի կողմից, երբ ասում է, որ Թուրքիան մեր գործընկերն է եւ պետք է տարածաշրջանային իրողությունները լուծվեն տարածաշրջանում։ ԱՄՆ-ն էլ չի ցանկանում տարածաշրջանից դուրս լրջագույն խնդիրներ լուծել։ Մենք այս իրողությունները կամ չեն գիտակցում կամ համարում ենք, որ ներքաղաքական խնդիրները լուծելը շատ ավելի կարևոր է, քան այդ պետական խնդիրները լուծելը։ Ներքաղաքական խնդիրներից խոսենք, գալով իմպիչմենտի հարցին, որպես միշտ ընդդիմադիր հայացքներ ունեցող падգամավոր եւ նաեւ ընդդիմության ներկայացուցիչ եք եղել երկար ժամանակ ազգային ժողովում, այս գործընթացին ինչ անվանում կտաք, ինչ հա տեղի ունենում առհասարակ ազգային ժողովի ներսում ընդդիմության ներկայացուցիչների բախումները, Էդմոն Մարուքյանին առաջադրելը, առհասարակ ոնց եք այս process-ին նայում դուք։ Ընդդիմությունը արդեն երևի 1 տարի է, եթե ոչ ավելի հարկ է, շատ ուղիղ բախումների մեջ են միմյանց հետ, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի թիմերը, որոնք 26 թվականին առաջնորդության խնդիր են լուծում։ Եվ հարցումները ցույց են տալիս, որ Ռոբերտ Քոչարյանի դիրքերը շատ ավելի բարվոք են, քան Սերժ Սարգսյանինը, եւ քանի որ հնարավոր չի, որ հանրապետականները սեփական դիրքերը բարելավեն, ավելի լավ է վատացնեն դիմացինի դիրքերը, որտեղ դե իշխանության հետ պայքարը այդքան էլ արդյունավետ չի գնում։ Ռոբերտ Քոչարյանի դիրքերը ավելի բարվոք։ Հարցումներն են պարզապես դա ցույց տալիս, էլի, այսինքն դա շատ կարող են քննարկել ինչու է այդպես, ինչքանով է օբյեկտիվ, սուբյեկտիվ, բայց առնվազն հարցումները ցույց են տալիս, որ մի քանի անգամ աջակցության տարբերությամբ Ռոբերտ Քոչարյանն ունի ավելի մեծ աջակցություն, քան Սերժ Սարգսյանը։ Եվ հավանաբար Սերժ Սարգսյանը նաև հասկանալով այդ Գյումրիի ընտրությունների իրողությունը, կարծում է, որ այն ընդդիմադիր ուժը, որ ավելի շատ ձայն կստանա, չունենալով մեծամասնություն կարող է վերցնել երկրի իշխանությունը, հետևաբար ավելի լավ է նրան խանգարել, նրանց ձայները իջեցնել, եւ 26 թվականին տեսականորեն Փաշինյանը չլինի մեծամասնություն, ընդդիմադիր կոնսոլիդացիայի մեջ ինքն իր ասելիքն ունենա, այսպես ձևակերպենք։ Դրա համար այս ամբողջ արշավը սկսվեց Հայաստան դաշինքի դեմ։ Եվ ինչ պարզվեց, որ անգամ այդ խաղի մեջ, միմյանց վարկանիշների հետ խաղալու, իրար վարկաբեկելու խաղի մեջ, երկու ընդդիմադիր ուժեր պատրաստ չեն հանդես գալու իմպիչմենտի նախաձեռնությամբ, վարչապետին անվստահություն հայտնելու։ Որովհետև մեզ այս 4 տարի է, ասում էին, որ մենք չենք անում իմպիչմենտ, որովհետև եթե անենք հիմա, որոշ ժամանակահատված չենք կարողանա կրկին այդ նախաձեռնությունը բերել, այդպես էին ասում, եւ ինչ որ պահի նաեւ ասում էին, որ բավարար թվով մանդատներ չկան, որովհետեւ ընդդիմությունը 2 մանդատ 4 տարվա մեջ կորցրեց։ Դա Իշխան Զաքարյանն էր եւ Գեգամ Նազարյանը։ Եվ չեն նախաձեռնում, բայց ասում են կմիանանք։ Երկու լուրջ ուժեր հայտարարությամբ են հանդես գալիս, որ եթե լինի առաջադրում, առանց նախապայմանների մենք մեր ստորագրությունները կդնենք։ Առնվազն հանրապետականներն ասում են, չունենք նախապայման, մենք մեր 6 ստորագրությունները կտանք։ Հայաստան դաշինքն էլ ասում է, դուք մեզ բերեք 8 ստորագրություն, մենք մեր 26-ը կտանք։ Էդ էլ է մի քիչ հարց, թե 8 ստորագրություն ինչի էին ուզում, որովհետև ի սկզբանե պատիվ ունեմ 7 մանդատով է մտել խորհրդարան, այսինքն իրենց կորցրած մի մանդատն էլ էին ուզում, որ հանրապետականները կոմպենսացնեն, հանրապետականները դա չէին կարող անել, որտեղ չունեին 8 մանդատ, եւ հետեւաբար նաեւ չէր բավարարվի Հայաստան դաշինքի նախապայմանը։ Եվ այդտեղ նախաձեռնությամբ են հանդես գալիս երկու падգամավորներ, ովքեր ստանում են նամակներ այդ նախաձեռնող խմբից, impeachment lobbying անող խմբից, որտեղ ասում են առաջադրում արեք, impeachment-ի նախաձեռնություն բերեք։ Եվ մարդիկ առանց շատ ժամանակ ձգելու փնտրտուքի մեջ են ընկնում, ում պետք է առաջադրեն վարչապետի թեկնածու, որովհետև դա նվազագույն պայմանն է սահմանադրական impeachment բերելու։ Ես ուզում եմ, որ մեզ լսողները շատ հստակ պատկերացնեն։ Սահմանադրական կարգավորում է դա, որ եթե ուզում ես վարչապետին անվստահություն հայտնել, պետք է այդ անվստահության process-ում լինի նաև վարչապետի անվանումը։ Օրինակ շատ երկրներում
Այսպես է, անվստահություն հայտնում են վարչապետը հրաժարական է տալիս, պաշտոնակատար է նշանակվում եւ հետո սկսվում է պարլամենտական գործընթաց նոր վարչապետ ընտրելու։ Մեր Ռայր Թովմասյանական, Սերժ Սարգսյանական համալադրության մեջ վարչապետին հանելը մի մեծ պատմություն է, պետքա նոր վարչապետի տեխնազու լինի։ Եվ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը առաջարկում են Էդմոն Մարուկյանին լինել այդ տեխնազուն եւ սկսել իմպիչմենտի նախաձեռնությունը։ Եվ երբ այս գործընթացը սկսվում է, պարզվում է, որ Սերժ Սարգսյանը իր սովորության համաձայն այդքան էլ իր խոսքի տերը չի։ Մարդը հայտարարություն է տարածում, հայատառ է, հետո ասում է, եթե հայերենի հետ հասկանալու խնդիր ունեն։ Մի չգիտեմ, կարդացել է կամ ինքնա գրել, ումա խնդրել գրեն։ Հայատառ մեջը գրված է, որ առանց որևէ նախապայմանի, օրինակ ես բառերի մեջ շատ ուշադիր եմ։ Ես լինեի գրեի առանց նախապայմանի, իրենք ավելին են գրել առանց որևէ նախապայմանի մեր 6 ստորագրությունը կտանք։ Եթե լինի նախաձեռնություն։ Սերժ Սարգսյանը սխալվելու բան ունի։ Դա սխալվելու բան չի։ Չնայած գիտեք, այս վերջերս ինչ անում է Սերժ Սարգսյանը շախմատային տրամաբանության մեջ։ Ինքն է այտենց հակընդեմ մատ լինում։ Նույնը եղավ Գյումրիում, նույնը էս իմպիչմենտով։ Ամենայն հարգանքով պարոն Մարուկյանի հանդեպ միշտ էս տաղավարում իրեն հյուրընկալում ենք շատ սիրով։ Այն որ կապում են պարոն Մարուկյանին Նիկոլ Փաշինյանի հետ եւ անվանում Նիկոլ Փաշինյան 2 ինչ որտեղ արդարացված չի, ամեն դեպքում պատերազմից հետո պարոն Մարուկյանը երկար ժամանակ եղել է հատուկ հանրություններով դեսպանի կարգավիճակում շատ հարցեր, որոնք ընդունելի չեն եղել հանրության կողմից, նաև ընդդիմության ներկայացուցիչների կողմից, դրանք անտեսվել են, այո են ասվել դրանց եւ շատ երկար ժամանակ անց միայն պարոն Մարուկյանը որոշեց, որ պիտի համաձայնություն չլինի։ Քաղաքականության մեջ կարծում եմ այդպես է, չէ, որ եթե պիտակավորումը ստացա, շատ դժվար է դրանից ազատվելը։ Արդարացված չի ամեն դեպքում։ Եկեք ես ինձ Ռուսավոր Հայաստանի փոխնախագահի կարգավիճակից դուրս դնեմ։ Միանամ ձեր մեղադրանքներին հնչող Էդմոն Մարուկյանի հասցեին։ Իմ մեղադրանքները չէ։ Հասկանալի է, այդ հնչող այդ արգումենտներին, լավ, հանրապետականի բերած արգումենտներին, որոնք դուք մեջ բերեցիք, ասեմ ընդունում եմ այդ, վատ վարչապետի Աղազարյանն ու Ասլանյանը այդ ինչ մի վարչապետի տեխնազու պիտի ընտրեին, որ համաձայն չենք ուզում տենց վարչապետի տեխնազու։ 6 մանդատ այնտեղ է, 26 մանդատ այնտեղ։ Եթե դուք ունեք նպատակադրում եւ անուն եք կպցնում որևէ տեխնազուի, ես հարց եմ տալիս, ասում են Հայաստան Հանրապետական կուսակցությունը կամ Հայաստան Դաշինքը դրանք ինստիտուցիոնալ ուժեր են, չէ՞։ Այդ ինստիտուցիոնալ ուժերի մեջ գոնե մի վարչապետի տեխնազուի անուն չգտնվեց։ Էլի սևը սպիտակի վրա այդ նույն փաստաթղթի մեջ գրել են, որ մենք չունենք այս պայն վարչապետի տեխնազու, առանց որևէ նախապայմանի կտանք մեր ստորագրությունները։ Էդմոն Մարուկյանը վատն էր, Նիկոլ Փաշինյանը 2 էր։ Բա դուք ավելի լավ տեխնազուի չունեիք, չգիտեմ, այնտեղ կարկառուն ներկայացուցիչներ կան, չէ՞, Աշոտյանը, Արտակ Զաքարյանը, տնային կալանքի չի կարող։ Լավ, Արտակ Զաքարյանը տնային կալանքի մեջ չի, այնտեղ էլի մարդիկ կան, որ առնվազն ցենզի իմաստով կբավարարեին։ Առաջադրեք, չունեք տեխնազու։ Եթե ի՞նչն է խնդիրը, պարոն Խաչակյան։ Ես կարծում եմ, որ իրենք ի սկզբանե համարելով, որ Հայաստան Դաշինքի դեմ էին սա նախաձեռնում, չէին սպասում, որ նման իրավիճակ կստեղծվի, բայց որ իրավիճակը ստեղծվեց, հիմա մնացել են սևերես, չգիտեն ինչ անեն։ Հիմա վարչապետի նոր տեխնազու են գտել, չասենք ով է, տեսնենք ինչ որ պահի ի վերջո կհանդգնեն նրան առաջադրել թե չէ, բայց պարզվում է ինչ, որ իրենց 6+26 ստորագրությունները մեկը իմպիչմենտի համար բավարար չի։ Հիմա Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը ասում են մենք պատրաստ ենք ընդդիմության 2 կորցրած մանդատները վերականգնենք ու ունենք տեխնազու։ Այս մարդիկ էլ ասում են մենք չունենք տեխնազու, բայց մեր ստորագրություններն էլ չենք տամ։ Չնայած որ ընդամենը մայիսի սկզբին ասում էին առանց որևէ նախապայմանի կտանք։ Դուք հասկանում եք, այս մարդիկ չեն պայքարում իշխանության դեմ։ Հիմա օրինակ ես ընթերցում եի, որ 3 թե 3 չառաջ օրը պատիվ ունեմի բերած մի նախագիծ մերժվեց։ Օ զարմանք, մեծամասնություն չունի պատիվ ունեմ, բայց բերելն է նախագիծ։ Հիմա ստացվում է, որ 4 տարի պաշտոնավարել են որպես ընդդիմադիր ուժ եւ չեն ցանկանում անգամ իմպիչմենտի process-ը սկսել, որ 5 տարի հետո ասեն ժողովուրդ, մենք սկսեցինք, բայց մեծամասնությունը իրանք էին։ Մենք մեր բոլոր գործիքները օգտագործել ենք։ Չեն ուզում իրենց բոլոր գործիքները օգտագործեն, որովհետեւ մեկը քրեական գործ ունի, մեկը ապօրինի գույքով անցնում, մյուսը մյուսեն, չունեն այս տրամադրվածությունը իրանք։
Եվ որ չունեն հիմա ինչ են մարդկանց ասում, թե մենք ընդդիմադիր ենք ու պատրաստ ենք մեր ստորագրությունները դնենք անգամ այդ նախաձեռնության տակ։ Մարդկանց էլ վերջում խաբում են, ինչպես եղավ դա սրբազան շարժման ժամանակ, բարձր ամբիոնից այդքան մարդ հավաքված ասցին իմպիչմենտի գործընթաց կբերենք։ Վերջում մի հատ հայտարարության նախագիծ բերեցին, անհետևանք, տարան խորհրդարան օ զարմանք մերժվեց։ Բախի եք բերում, եթե գիտեիք, որ պիտի մերժվի։ Այդ նույն տրամաբանությամբ։ Ուրեմն, եթե չունեք տեխնացու, միացեք եղած տեխնացուին։ Եղած տեխնացուն վատն է, համագործակցել է Փաշինյանի հետ։ Դուք չհամագործակցածին բերեք։ Ձեր շարքերում երևի այդպիսիք կգտնվեն, ոչ շատ, բայց կգտնվեն։ Դուք չհամագործակցածին բերեք։ Չեն բերում, դա էլ չեն անում։ Սա նշանակում է, որ այս ընդդիմությունը պարզապես անօրակարգ ընդդիմություն է։ Իսկ Սերժ Սարգսյանը, որ արդեն մի անգամ իր խոստումը 18 թվականին դրժել է։ Սպասում բոլորը։ Ոչ միայն սպասում են, այլև դրան են պատրաստվում։ Իրենք իրար հետ են մրցում։ Պարզ չի ինչքան ձայն կունենա իշխանություն, այսինքն դա կլինի մեծամասնություն թե ոչ, բայց իրենք ընդդիմադիր ձայներն են փորձում իրար մեջ կիսեն, հասկանում եք։ Եվ ուզում են հանրապետականները ուզում էին ասեին, որ Հայաստան դաշինքը այդքան ընդդիմադիր չի, որ միանա այդ իմպիչմենտին։ Վերջում պարզվեց իրենք էլ այդքան ընդդիմադիր չեն։ Բայց նույնն էլ Հայաստան դաշինքին է վերաբերում։ Եթե Հայաստան դաշինքում իսկապես քաղաքական ճկուն միտք ունեցող մի մարդ լիներ, կասեր եկեք մեր ստորագրությունները դնենք, ասենք չենք կիսում այդ տեխնացուին, բայց մենք էլ չենք ուզում առաջադրում անենք, մենք շոուի մաս չենք, բայց գործիքա որ պատրաստ ենք կիրառենք, տալիս ենք մեր ստորագրությունները, ոչ մի բան չենք կիսում, ոչ մի բանի համար պատասխանատու չենք։ Ու սպասեին, ասեին, տեսնենք հիմա պատիվ ունեմը կտա իր ստորագրությունները, պատիվ կունենա տալու այդ ստորագրությունները, թե չէ։ Այդ ժամանակ կլներ թարս մատ կամ, չգիտեմ, շախմատային լեզվով են ինչպես դա կարելի է անել։ Եվ վերջում պարզվեց, որ այստեղ քաղաքական միտք ունեցող մարդ չկա, ոչ մի թիմում, ոչ մյուս թիմում։ Իրար գզվում են ամեն օր Facebook-ով, վիրավորում են իրար։ Վերջում էլ ասում են մենք մեր պետության խնդիրներն ենք լուծում։ Ոչ մի խնդիր էլ չեն լուծում։ Պարզապես խորհրդարանում լինելով գոնե կարող են, չգիտեմ, իրենց ապօրինի գույքերի այդ գործերով արդարացված, չարդարացված այլ հարցեր ինչ-որ ելույթներ ունենալ։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Թարմ ուղեղով իմ զրուցակիցել է ՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանն էր, ձեզ համար Մոնիկա Մամյանն էր աշխատում։ Շարունակեք հետևել մեզ, կհանդիպենք։